Եվ անգե ելելով եկավ իր երկիրը ու անոր աշակերտները իր ետևեն քացին ու երբ շաբաթ օրը հասավ սկսավ ժողովարանի մեջ սորվեցնել ու շատերը լսելով գզարմանային ու գսեին ասիկա ուրգե ունի այս բաները եւ այս ինչ իմաստություն է ասոր դրված որ այսպիսի հրաշքներ գլան ասոր ցերկով ասիկա հյուսը չէ Մարիամի որդին եւ Հակոբոսի Հովսեսի եւ Ութայի ու Սիմոնի եղբայրը ու ասոր քույրերը հոս ներքով չեն եւ անոր վրայով գքայթաղեին բայց Հիսուս ըսավ անոնց մարգարեմը անբադիր չէ բայց միայն իր երկրի մեջ ու իր ազգականներուն եւ իր դանը մեջ ու չեր գնար ֆոն մեկ հրաշք ալնել միայն թե քանի մը հիվանդներու վրա ցերկ ծրավ ու բժշկվեցան կամ բժշկեց անոնք եւ անոնց անհավարությանը վրա գզարմանար ու շրջակա քեղերը բդրելով գսորվեցներ հաջող կարտացած ենք այս մասը անշուշտ եւ չենք եթե ինչ թասեր արածենք բայց երբ որ գսերդեի այս մի քանի գլուխներ առաջին մի քանի գլուխները եւ դեսա որ շատ մեծ հագասություն մգա շատ մեծ հագասություն մգա դեսենք որ Քրիստոսի առաջին քայլու այցելությունը Մարգոս առաջին 29-ի մեջ կտեսնենք 4 ծգնոցներուն հետ երկրորդ քայլու այցելությունը ողոգած բժիշկը գհիշե ողոգած 8-1-3 12 աշակերտները ընտրելու մեջն է ու այս մեկը Քրիստոսի երրորդ այցելությունն է որ Նազարեթ է գանցնի Քրիստոս իր դեղեն Նազարեթ է գանցնի եթե գարթայինք երրորդ գլուխը բիզեսենք որ ինչպես Գալիլեայ, Հրեաստան, Երուսաղեմ, Եթովմ, Որդանան, Անտիգոմեն, Դիդոսի եւ շրջակա դեղերեն բազմաթիվ անհատներ գուքային եւ Քրիստոս անոնց հիվանդներուն ցերկեր իրենց իր ցերկը անոնց վրա տնելով գբժշկեր եւ գսե ղուգաս բժիշկը շատերը բժշկեց այնպես որ ցավ ունեցողներուն վրա ցավ ունեցողները վրան գտիզվեին որբեսի իրեն չփչին դիպ ողքները երբ զին կդեսնային գինային առաջևը գտավանային թե ինքն է Աստծո որդին եւ երբ որ շարունակենք ասենք 4 գլխի մեջ առաքյալներն զովրանտի գոմը գանցնի եւ սկանչերի հրաշքը կգադարե երբ որ փոթորիկի գահանտիվի եւ երբ որ առաքյալները իսկապես չան կտապեն որբեսի նավը գերբոմը հանտարեցնեն Քրիստոս այդ մեծ հրաշքը կգադարե Փրության թեմ եւ եթե 5-րդ գլուխ գացանք գտեսնենք որ լեքեոն այդ թևերը ինչպես Քրիստոս հրահանգ տվավ հրաման տվավ որբեսի 2000 խոզերու մեջ երթային եւ հրաշք կատարեց 5-րդ գլխի մեջ 25-րդ համարի մեջ գտեսնենք որ ինչպես որ գինը 12 տարի է վեր դերադեսյան մեջ արմի դերադեսյան մեջ ըլլալով գսե ինչ գսեր միայն թե այդ անհատին Քրիստոսի հագուստի քղանցքին թդիմ եւ այդ մեծ հրաշքը կատարեց Քրիստոս երբեք ցերկը չտրավ վրան հաբանիկը անոր քղանցքին թվելով գսե Քրիստոսի մեջ զորություն դուրս ելավ եւ այդ գինը բժշկվեցավ Աբաթարցյալ 5-րդ գլխի մեջ գտեսնենք Հարիոսի աղջկան հարության հրաշքը Այս բոլորը առաջին մի քանի գլուխներով մեջ կտեսնենք, բայց երբ որ գուքանք 6-րդ գլուխը, բացերը բոլորովին կփոխվի։ Երբ որ գուքա Քրիստոս իր դերը, իր ծնագավայրը, իր զնթավայրը Նազարեթ, բացերը բոլորովին կփոխվի։ As I said, when we read the first chapters of Mark, we see that God Himself, Jesus Christ Himself, did marvelous things. He touched the sick people. He healed them. The demons came out of people. So many people were healed, and even one girl was raised from her death. But when we come to the 6th chapter, the picture drastically changed. We see here that Jesus Himself couldn't do a single miracle. Հրաշքը չգրծավնել, փաթի գսե բզիկ մի քանի հրաշքներ կամ ասենք հիվանդներ բժշկել են։ Ուրիշ ակիր զադուրիշ բան չրավ։
Բիդեսեք թե ինչու համար Քրիստոս չգրծավ հրաշք ընել։ Ինչու համար Քրիստոս չգրծավ իր բնակավարի մեջ հրաշք ընել։ Երեք գեդեր գային։ Որովհետև անոնք առաջին անգամ գսեմ, ասիգա գսե Հիսուսը ուրգե ունի այս բաները հասկնեն։ Հասկնեն թե Քրիստոսի իշխանությունը ուդեղեն է։ Անգելաչա շատ էր հատուցած էին թե ինչ իշխանությամբ կամ ինչ զորությամբ է այս հրաշքները գնես։ Իշխանություն ունեցողի դես կխոսեր Քրիստոս։ Ամեն դեղ։ Բայց երբ որ դեղ մի եկավ իր դեղը եւ ըստան հարցեր թե արդյոք տուն այս մարդը ինչ իշխանությամբ այս խոսքերը կամ այս գործերը գնեն։ Մենք երբեք գտանք Մատթեոս անցաները քուրերը ժողովի մեջ ծերդեցինք Մատթեոս ավելարանին 8-րդ գլխի մեջ թե ինչպես հայրաբերը գիտեր թե ինչ կնշանակի իշխանություն ունենալ։ Եվ հայրաբերը սա որ գիտեմ թե ինչ կնշանակի իշխանություն ունենալ, որովհետև ես ինքս գտեմ թե այս ինձ ասինչ անտին քնա գերտա, ասինչ զարայց, ասինչ օրը գնե, ուրեմն միան հրահանք դուր, հրաման դուր, որովհետև ունալ իշխանությունից եւ անիկա պիտի կատարվի, ինձ զարած պիտի բժշկվի։ Բայց այս մարդիկը, իր մարդիկը հարց կուտային թե ինքը ինչ իշխանություն ունի, ինչպիսի իշխանություն ունի, ով է տված այս իշխանությունը Քրիստոսին։ Այս օրերունացրերներ, եթե երբեք մենք դժվարություններ գտեսնենք ընտանիքներու մեջ, եթե երբեք մենք իրականության մեջ դժվարություններ գտեսնենք դարձ մի եկեղեցիներու մեջ, ազգի մեջ, ազգերու մեջ, աշխարհի մեջ եւ ամեն ուր, որովհետեւ այսօր հարց կտան եւ գսեն թե արդյոք Քրիստոս ինչ իշխանություն ունի մեր վրան։ Are we asking the same question as Nazarenes asked? What kind of authority this man had? And now these days also in our homes, in our churches, in our communities, among our nations, we have problems because we haven't accepted the authority of Jesus Christ. Եթե երբեք մենք անոր իշխանությունը ընդունեինք, մենք բոլոր սապիտ հոժարենք անոր իշխանության դանք զրիլ, գքիլ, հեզիլ, հեզությամբ ընդունիլ անոր իշխանությունը։ Բայց քանի որ մենք հարց կուտանք երբեմն թե ինչու համար անիգա մեր վրա պետք է իշխե, անոր համար է որ բաժանումները դեղի ունենան, անոր համար է որ դժվարությունները դեղի ունենան, անոր համար է որ համերաշխություն չկա։ Ինչ իշխանություն։ Այսօր շատ մահայորդիներ Քրիստոսը չեն ընդունիր։ Եվ իրենց հարց կուտան թե ինչու Քրիստոս չեն ընդունի։ Գիտեք թե ինչու համար Քրիստոս չեն ընդունիր։ You know why so many people have rejected Christ and they don't accept his authority? They don't come to him. Որովհետև մենք որ երբեք Քրիստոս ընդունի, այն ժամանակ անիկա բիստե թե անիկա ինչ իշխանություն պիտի ունենա իմ վրա։ Ինչպես պիտի իշխե իմ վրա։ Կամ ինչ ըսելիք ունի ինձի որպես անոր խոսքը մի դգնեմ։ Անոր համար շատ չեն ընդունի։ Because once they've accepted Christ as their personal Savior, the second thing is then his requirements. He has so many requirements from his word to keep them because he said, if you love me, you have to keep my commandments. Եթե զիս կսիրեք իմ բادرանքները բայեցեք։ Այո, Հիսուսի համար հարց դվինեցելով թե ինչ իշխանությունով գնես այս բաները եւ ով դված քեզի այս իշխանությունը։ Առանց անդրադառնալու որ ինք ասավ թե ամեն իշխանություն երկրի եւ երկրի մեջ ինձի դրվեցավ ամեն իշխանություն։ Սիրելիս, այսօր մենք հարց կտանք անոր իշխանությանը։ Թե ոչ մենք խոնարհաբար կընդունենք անոր իշխանությունը մեր կյանքի մեջ։ Մեր ընտանիքի մեջ, մեր քաղաքի մեջ, մեր ազգի մեջ անոր իշխանությունը կընդունենք, թե ոչ ինչպես որ Նազարեթի բնակչությունը հարց տվավ, թե ասիգա ուրգե ունի այս բաները, այս իշխանությունը։ Եթե երբեք մենք հարց տանք սիրելիներ, Աստված չի գնար մեր մեջ հրաշքներ անել։ Անոր համար չի գծավ հրաշքներ անել։
Օրմը ամեն զունգ կսե անորաչև բիդի ինչ բիդենե բիդի զրի եւ ամեն լեզու ինչ բիդենե բիդի թավանի թե ինքը դեր ու դիրական է եւ օրմը անհատներ որոնք հոս իր իշխանությունը չընդունեցին անոնք կսե երկրի թագավորներուն մեծամեծներուն եւ հարուստներուն հազարաբետներուն եւ զորավորներուն զարաներուն եւ ազատներուն հետ այրերուն լերներուն եւ աբարաժներուն մեջ բահվդելով լերներուն եւ աբարաժներուն բիդեսեն նեվրայինգեք ու զազգեթեք մեզ անոր երեսեն որաթորին վրա գնստի ու քարնուգին փարմուտենեն վասնզի անոր փարմության մեծ օրը եկավ եւ ով գրնա դիմանալ անոնք որոնք ոչ չեն ընդունիր անոր իշխանությունը անոնք բիդեսեն ասիգա այնօր Հիսուսի անվան ամեն զոն պիտի զրի եւ ամեն լեզու պիտի թավանի թե Հիսուս Քրիստոս դեր է հորաստով հարկին համար երբ որ Մովսես մղրգվեցավ Փարավոնին եւ ասավ թե ես աստուծմե ղրգվեցա Եհովան ձեզ ղրգեց անիկ ասավ որ Եհովա ով է որ անոր խոսքը մդիկ անեմ Եհովա ով է արդյոք մենք ալ մեր կյանքի մեջ երբեմն գասում բարականերուն գսենք թե Եհովա ով է առանց ընդունելու անոր իշխանությունը երբ որ հարցն որ գար եւ բաժար հանդիսացավ որբեսի հրաշք չգրնա անել Քրիստոս այլ խոսքով Քրիստոսի ցերկերը գերբոմը գաբված մնացին անալ այս ինչ իմաստություն է ասոր դրված They questioned the wisdom of Christ himself That's why Jesus couldn't do any miracle in Nazareth. Հարցվին թե այս ինչ իմաստություն է այս օրերուն նամարավանդ իրականության մեջ այնպիսի գերբոմ շրջանի մեջ գաբրինք որ մարդիկ իմաստություն գուզեն ինչպես անցյալին հույները իմաստություն գուզեին եւ հրյաները նշան գուզեին եւ թարը չէ փոխված Նույն թարին ապթարունա մեջ գաբրինք եւ մարդիկ այսօր իմաստություն գուզեն իմաստությամբ գուզեն մոդենալ Քրիստոսի հրյաներ ինչպեսի նշան գուզեն եւ հույները իմաստություն կփնտրեն բայց առանց անցատարալ թե մենք Քրիստոսի չենք կրնար հասկանալ Քրիստոսի լեցունությունը քրիստոնյա կյանքը աստվածային իրականության մեջ շնորհներ չենք կրնար հասկանալ իմաստությամբ մտածիորեն որտեղ առաքյալը ինքը գսե եւ Տիմոթեոսի գրե 3 գլխուն 16-րդ համարի մեջ գսե որ եւ հայտնամես մեզ է Աստված բաշխան խորհուրդը Աստված մարմինով հայտնվեցավ հոգիով արդարացավ հրեշտակներուն երևցավ հետանացնու մեջ քարոզվեցավ աշխարհի մեջ հավատացվեցավ ու փառքով համբարձավ իսկապես Աստված բաշխան խորհուրդը շատ մեծ է որ մենք չենք կնար իմաստությամբ հասկանալ բայց Նազարեթի բնակչությունը Գերբոմը ուզեց քիդնալ թե այս իմաստությունը ուրգե դրված է որ մենք չենք կնար հասկանալ եւ ուզեցին Գերբոմը իմաստությամբ հասկանալ Քրիստոսը արդյոք սելիս իմաստությամբ գուզես հասկանալ Քրիստոս թե ոչ հավատքով ուներվից Փիլիպոս ներքինին ասավ եթե քո բոլոր սրտովդ կհավատաս անիկա կարելի է Եվ ներքին պատասխանեց կհավատամ, թե Հիսուս Քրիստոս որդի Աստծո է։ Վասնզի եթե քո թերնովդ Հիսուսը դեր խոստովանես, ու քո սրտիդ մեջ հավատաս, թե Աստված զանիկա մերնեն հարուց, բիդի փրկվի։ Ոչ թե իմաստությամբ, հապա եթե հավատաս։ Նայեցեք, իրականության մեջ Աստծո խոսքի մեջ տեսանք, որ շատ անգամ Քրիստոսի երբ որ մոդեցան բժշկության համար հարցում տվա, արդյոք կհավատաս, թե այս բանը կգրամ քեզ դիմել։ Այո դերսին կհավատամ։ Ոմանք ասին որ գավադամ, բայց օգնե իմ թերավացյանս, հարց տվավ։ Jesus so many times asked the question, do you believe that I can do this miracle, that I can heal you? And they said, yes, we believe. So Christ is asking the same question today. Do you believe, or do you want to understand with your small mind, brain? Գավադաս, թե ոչ կուզես հասկանալ, դատերություն ասիգա է։ Եվ Նազարեթի բնակչությունը ուզեց հասկանալ, փոխանակ հավատալ։ Անոր համար չգրծավ առաջկնել, երկրորդ կետն է։ That's why he couldn't do any miracle. So, the first one is,
they questioned his authority. The second one is they wanted to approach him with wisdom. They questioned his wisdom. Երորդ, ասիկա Հյուսնը չէ Մարիամի որդին։ Ինչ կգարձեք թե գարցնեն։ Ասիկա Հյուսնը չէ Մարիամի որդին։ Սիրելի եղբայրս եւ քույրս, Քրիստոս քեզի համար ինչ է։ Քրիստոս քեզի համար ով է։ Արդյոք անիկա Հյուսն է, Նաջարմն է, Մարիամի որդին է, Հովսեփի որդին է, բայց անհատմն է, մարգարեմն է, լավ քարոզիչմն է։ Ինչ է Քրիստոս քեզի համար, ով է Քրիստոս քեզի համար։ Եվ Քրիստոս ինքը հարցուց օրմը, Մատթեոս ավետարան 16-րդ գլխի մեջ գսե, թե արդյոք գսե, մարդիկ ինչ կխորին իմ վրայովս, ով եմ ես, որդի մարդով։ Եվ ասին, որ ոմանք գսեն, թե Հովանես Մգդիչն ես, ոմանք Եղիան ես, ոմանք Երեմիան ես, եւ դա մարգարեները մեկն ես, եւ դարձավ Քրիստոս ուսավ, հաբա դուք իմ աշակերտներս, դուք ով կգարձեք, որ ես եմ որդի մարդով։ Եվ պատմությունը լավ գիտենք, թե ինչպես Պետրոս, Փանցուկն Պետրոսը, մենք կհավատանք, ես կհավատամ, որ սա դու ես, ով Քրիստոս գենթանի Աստծո որդին։ Եվ այսօր մենք գտավին գտելով, որ հայ ասկի մեջ շատ է դակավին չեն ընտրար, թե Քրիստոս կենթանի Աստծո որդին է, թե Քրիստոս ինք Աստված է, Աստված Աստծո, լույսը լույսո, Աստված ճշմարիտ, Աստծո ճշմարիտ է, զնունդ և ոչ արարած։ Անիգա ձնավ Մարիամ է, բայց անիգա արարած չէ, անիգա սկիզբեն էր պանը, ու պանը Աստված էր, պանը Աստծոքով էր, ամեն պան անով եղավ, առանց անոր պան մչեղավ։ Ինչպես կընտունից Աստված, ինչպես կընտունից Քրիստոս, արդյոք Քրիստոս քեզի համար իրականության մեջ միան փրկիչ է, եթե երբեք Քրիստոս քեզի համար Աստված չէ, այն ժամանակ Քրիստոս քու կյանքի մեջ հրաշքը չի գնարնել։ Այն ժամանակ Քրիստոս երբեք քեզ քու մեղքերը չի գնարմակվել։ Չի գնարմակվել։ Որտեղ Աստված միայն գրնա քեզ եւ ես մեր մեղքերը մաքրել։ Հիշեք, ինչպես որ 4 ոտքով թերված անդամալուց անոր դիմացերին եւ Հիսուս տեսավ անոր պետքը, այժմիական պետքը, անհրաժեշտ պետքը, եւ ասավ որ որտեղին քու մեղքերը քեզ ներված են։ Եվ անոնք հարց տվին ասավ որ այս ով է որ մեղքեր թողություն ուտա, որտեղ ո՞ր մեկ իշխանություն չունի մեղքեր թողություն տալու, իբացարյալ Աստծուց է։ Եվ այն ժամանակ ասավ թե որպես գիտնակ թե որքի մարդու իշխանություն ունի մեղքեր թողություն տալու, արմայից ես քալե։ Բայց այն կարևորը մեղքեր թողություն տալն է։ Եվ այսօր Քրիստոս իշխանություն ունի ոչ թե միայն մեղքեր թողություն տալու, հապա սիրելիս քեզ բժշկելու, եթե ընդունես այդ իշխանությունը, եթե ընդունես այդ զորությունը։ Այսօր շատ չեմ ընդունել, սեզի ներողություն, համը պատմեմ ասեմ, որ իր զարմանակ։ Մենք հարցարան ղրգեցինք, բոլոր եկեղեցիներում, Արաքելական եկեղեցում հարցարան ղրգեցինք, a questionnaire։ Եվ այս հարցարանի մեջ շատ հարցումներ կային, թերևս 100-125 հարցումներ կային, որոնցում մեկ հետևյալն էր, գսեինք թե նիգը հանկանագը գահացկնաս կամ չիդես այո Աստված էր, շատերս ասեն որ այո։ Եվ անոր դա հարցում մրադենք թե Քրիստոս մարդ է, չակրե, Քրիստոս Աստված է, չակրե, Քրիստոս Աստծո որդի է, չակրե, Քրիստոս մարգարե է, Քրիստոս քարոզիչ է եւ այլն, բոլոր բաների մեջ այդ հարցումեն վերջը դեսանք որ 70% ավելին Քրիստոսի աստվածությունը չգիտեր։ 70% ավելին գնաք։ 70-75% of our nation did not know that Jesus Christ was God himself when we send out questionnaires. Օրը մեծ հորս էլ գխոսեի, ասիկա շատ հետաքրական է, մեծ հորս ասի, որ մեծ հայրեսի գիտես, թե Քրիստոս աստված էսի և քու մեղքերդ կրնամակես, ամանըսավ արամ թորնիկ ասավ, անանք հայոյանք մին երսավ, ասի ինչ համար էսի, Քրիստոս աստված է, չէ ասավ, եթե ասավ գաթողոս նիսկ կա, ասավ, ես չեմ հավատար, թե Քրիստոս աստված է։ Այս մարդը մեծ հայրս ամեն գիրակ եկեղեցի գերտար։ Ինչպես կրնամ այս մարդուն հասկացնել, թե Քրիստոս Աստված է։
Հոգչիտ 10 saat սուպիտ կարտա, ինք չն տունիրտես Քրիստոս Աստված է։ Ամիջապես Աստված օգնեց ինձ։ Լավսի, մեծ հայրսի միասին շարագամը մի երկենք։ Շարագամը որ ցուն գիտես, ամեն գիրակի երկես միասին մի երկենք։ Եվ գիտեք ինչ երկեցինք։ Միասին երկեցինք Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ ամա, որ խաչ է ծարվածն մեր ողորմյամեծ, Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ ամա, որ խաչ է ծարվածն մեղաս դոսավ։ Սի որ հայր, մեծ հայրսի, աս շարագանը որ գերքենք Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, որ խաչեցար ինձ համար ով խաչվեցավսի, ըսավ Հիսուս, ըսի որ եւ սի Հիսուսի գերքենք եւ գսենք Սուրբ Աստված, որ ինձ համար խաչվեցավ, մեղասավ ասկելուրչուն է եսավ։ Եվ այսօր մենք շատ մեծ հայրիկներ ունենք, մեծ մայրիկներ ունենք մեր ազգին մեջ, որ Քրիստոսի աստվածությունը չեն ընդունած։ Ինչ կնես անոնց համար, ինչպես կմոդենաս անոնց, կթադաբարդես, թե որ սիրով կմոդենաս, կամ միջոցներ կփնտրես, որպեսզի հասկացնես, թե Քրիստոս Աստված է, գիտնալով, որ եթե երբեք չընդունենք, թե Քրիստոս Աստված է, անոնք կորսված են։ Անոնք կորսված են։ Արդյոք չան կտապես, որպեսզի գարանաս անոնց հոգեբանությունը գիտնալ, որպեսզի գարանաս ներմուծել Քրիստոսի աստվածությունը անոնց մեջ, եւ քոնե ինչպես որ առաքյալը գսե գրագեզ անոնք ասades։ Անորամար չգրծա վրաշկնել։ Ինչու՞, որովհետև անոնք չընդունեցին Քրիստոսի իշխանությունը, հաստվին անոր իմաստության, իսկ երրորդ չգիտան թե Քրիստոս ով էր, Աստված, թե ոչ միայն Հյուսնի որդին, Մարիամի որդին, ինչպես կընդունես Քրիստոս։ Մենք Աստծո խոսքի մեջ տեսանք, որ Քրիստոս շատ անգամ զարմացավ։ We read in the Bible that Christ himself was marveled, surprised in a way, several times. Sometimes he was surprised, he was marveled when he saw the faith that the person had. Երբեմն զարմացավ, երբ որ տեսավ, թե այսինչ մեծ հավատք ունի այս անհատը։ Օրինակ համար ինձ հայրաբեդը, the centurion. He was amazed on his faith. Իսկ հոս, երբ որ գարտանք, գտեսնենք, որ ցավալիորեն Քրիստոս զարմացավ եւ գսե անոնց գսե անհավատության վրա գզարմանար Քրիստոս։ Իր դանը, իր քաղաքի մեջ եղած զավակներուն, թանկագին հոգիներուն անհավատության վրա Քրիստոս կզարմանար ու շրջակա քեղերը վզելով գսորվեցներ։ Արդյոք սիրելիս, քանի տարի ընդունած Քրիստոսը չեմ գիտեր, Աստված գիտե, բայց դագավին հարց կուտած կարգմը բարականերուն եւ Քրիստոս կցկե թույլ գուտա որ կյանքից մեջ բաներ մտնեն եւ հարց կուտած թե արդյոք ինչու համար ասիգա գցկեց իմ կյանքից մեջ ներս մտնելու ուր է քու զորությունդ ուր է քու իշխանությունդ հարց կուտած կամ ասենք երբեմն գմոդանաս Քրիստոսի փոխանակ հավատքով քիրության ջամփով թե ոչ ինչ որ բադայի կյանքից մեջ հավատքով կընդունի սանեգա որովհետեւ Աստված ասավ եւ անեգա քեզի եւ ինձ համար ամեն պետք է լա ամեն պետք է լա Մուդի անցաները գսեի Մուդի որ հարյուրի ավելի Աստծո խոսքը գարտացած է եւ գսե դագավին գսե դիտիկա օրմա երբ որ զինքը դեստան թեմարտեմ շատ հարցներ ունիմ հարցնելիք շատ հարցներ ունիմ հարցնելիք ուրեմն մենք ասրեներ եթե բաներ կբադայի մեր կյանքի մեջ երբեք քիդագանորեն հարց դանք Քրիստոսի իշխանության Քրիստոսի զորության Քրիստոսի կարողության հավազանիգա հավատքով ընկրկենք հավատքով ընդունենք հավատքով դիմակրավենք դերը դա որ այս երեք գեդերու մեջ մեզ արդյուն եւս կաստ պահե որբեսի Աստված թույլ տանք որբեսի Աստված մեր մեջ հրաշքներ կորձե եւ մենք Աստծո ցերկերը չգաբենք մեր հարց տալովը մեր անհավատությամբ
Եվ մենք մեր զինք չընդունելով որպես Աստված, որպես ստեղծիչ, որպես Տեր ու Տիրական։ Այս երեք կետերու մեջն էր, որ Քրիստոս չգրծավ իր Նազարեթ քաղաքի մեջ հրաշքներ կատարել։ Եվ դերը դա որ երբ ասոն կհասկանանք մեր քաղաքի մեջ, Թորոնտոյի մեջ, մեր ընտանիքի մեջ, մեր ազգի մեջ Աստված ինքը հրաշքներ կատարել։ Աղոթենք։ Պատկերումին այս օրերուն Դու նույն Աստվածն ես, երբեք չես փոխված եւ երբեք դրի չփոխվես։ Բայց ով դեր մենք է որ փոխված ենք։ Մենք է որ դեր երբեմն հարց տված ենք քո աստվածությանդ, քո կարողությանդ, քո իշխանությանդ։ Մենք հավանորեն երբեմն դեր իմաստությամբ ուզած ենք քեզի մոդենալ։ Եվ այդ պատճառով հրաշք չես կործած մեր կյանքի մեջ, մեր եկեղեցի մեջ, մեր ազգի մեջ։ Ով Հայր, անարժանապար գաղութեն, որպեսի փանաս մեր հոգեկան աչքերը, որպեսի հրաշքներ դեսենք խոսքիդ մեջ, փած մեր սրտերով դեր, որպեսի մենք լման քեզ ընդունենք, եւ հարց չիդանք քո կարողությանդ, հարց չիդանք քո իմաստությանդ, եւ հարց չիդանք քո աստվածության վրայով։ Գաղաչեմ ով ապա Հայր, քո անվանդ փառքին համար այսօրվա պատկամը անարժանես սկսյալ յուրաքանչյուրիս վրա կյանք դարձուր։ Որպեսզի գարանանք մեր կյանքը ապրողները լալ եւ ոչ թե խոսողներ եւ ոչ թե լսողներ։ Գարանանք մեր ասլույսը արձարձել մեր շրջանակի մեջ, որպեսզի դեսնանք լույսը եւ փառավորենք քեզ։ Ով ապա Հայր գասկածները վերցուր մեր մեջ են գաղաչեմ, ով ապա Հայր թույլ որպեսզի քո իշխանության դակ իսկապես խոնարհենք եւ քեզ ընդունենք որպես Տեր ու Տիրական։ Ով ապա Հայր գաղաչենք եւ կխնդրենք որ քո աստվածային լեցունությամբ մեզ լեցնես եւ այսպեսով մեզ կորզածես եւ աբեցնես քո անվանդ փառքին համար։ Անվանդ միշտ փառք կվայելե քո բոլոր փառքներով համար։ Ամեն։